Հարցազրույց եմ հրավիրում Գյուլնարա Ալեքսանյանին, բարև ձեզ տիկին Գյուլնարա։ Դուք գտնվում եք այս պահին խորհրդարանի շենքի դիմաց, ներսում նիստերի դահլիճում լսումներ են սկսվել, ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնությամբ, նպատակը հիմքերը ներկայացնել իմպիչմենտի Նիկոլ Փաշինյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի կամ անվստահություն ներկայացնելու հիմքերն են ներկայացվում այս պահին խորհրդարանում, իսկ դրսում մենք տեսնում ենք հավաքված է ժողովուրդը, որը ուղղակիորեն հետևում է լսումների գործընթացին։ Ինչ կարծիքի եք, այսպիսի օրակարգով իմպիչմենտ հայտարարելով հնարավոր է հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար։ Մեր ժողովրդին իրենց տանը բազմոցներին վերընկնելու պարագայում իհարկե ոչ, որովհետև ուժն է ծնում իրավունք։ Եթե այսօր այստեղ հավաքվեր մոտ 200,000 ողջախոհ մարդ, ոչինչ չանեին, միայն կանգնեին, իրենց քաղաքացիական պարտքը կատարեին, այստեղ կանգնելով։ Այս հարցը կլուծվեր, ամեն անգամ 10, 20, 50,000 հավաքվում է, ոստիկանությունը նրանցից շատ է, դրա համար էլ ոչինչ չենք ասում։ Մեր ժողովուրդը, եթե նամուս ունենար, ես միշտ եմ ասել, այն օրը, երբ որ այս վարչապետ կոչված ապիկարը, չէ ինչ ապիկար, թշնամին, նա թշնամի է, ես նրան դավաճան օրինակ չեմ համարում, որտեղ նա մերը չի եղել, որ դավաճանին։ Ուրեմն եթե այն օրը, երբ որ նա հրամայեց շրջապատել դատարանները, թեքելով սահմանադրության վրա, այն օրը, երբ որ հենց այստեղ, այս գիշերվա ընթացքում, ինչ-որ մեկի թիկունքին հրամանագրեր էր ստորագրում նախարարներ ազատելու և նախարարներ նշանակելու մասին, այդ հավաքված մասսան, որին ես դժվարանում եմ ժողովուրդ անվանել, այդ մասսան պիտի այդ օրը նրան ոտքի տակ տար, ասել, էսում ենք ընտրել, էսում առջև ենք պար եկել մի մոսին նման, ես Նիկոլ, ներեցեք, ազգանունը չեմ կարող արտասանել, Թուրքի լամուկ Նիկոլի դեմ պարեկողներին համարում եմ դավաճան, ինքը մեր թշնամին է, գիտեք, երբեմն ոնց որ չեն կենտրոնանում, թե ինչ է սրա արածը, այս ժողովուրդը չէ, որ Արցախը հանձնեց, ձայն չհանեց, այս ժողովուրդը չէ, որ Բերձոր դարձավ, էլի ձայն չհանեց, մարսեց, ամեն անգամ գնում է ինչ-որ երկիր, ինչ-որ բան ծախում, ստորագրում, են Ժան Միշել կոչված ավանակը, որը հիմա արդեն ջանդանվել է երեկաներեք, ես ներողություն եմ խնդրում ակնդրից ու կնդրից, երևի մեկնել է արդեն իր վաստակած հանգստին, երկու ավանակի, մեկը գիշատիչ, մեկը խլուրդ, կողքերը թևերի տակ դրած այդ Ժնևյան միջանցքներում քայլում, այս ողորմելի խլուրդը, իրեն այնքան շոյված է զգում, դե ինքը Ստրասբուրգ է գնում, ինքը Նյու Յորք է գնում, Վաշինգտոն է գնում, Տոկիո գնաց, այսինքն ես չեմ զարմանա, եթե այս խլուրդը մի օր ասի, դե ինձ նայեց տիեզրա գնացի կոչում տվեք, որովհետև ավելի շատ երկնքում է, քան հողի վրա, ճիշտ եմ թե չէ, եթե մենք նորմալ ազգ լինենք, նա ոչ մի այդ իր ելույթներից, իր արարքներից հետո, գոնե Զվարթնոցից Երևան չպիտի հասներ։ Դուք մեղադրում եք մեր ժողովրդին, բա ընդդիմությունը։ Ընդդիմությունը ժողովուրդ չի։ Նկատի ունեմ քաղաքական առաջնորդություն է պետք ժողովրդին։ Մեր ընդդիմությունը լավ, այսպես բանն են ընտելացել են ընդդիմությանը քննադատելուն։ Թողած այս թուրքի լամուկներին քննադատում են իրար։ Օրինակ, ես ՀԿ-ից չեմ եղել երբեք, բայց ես այստեղ եմ։ ՀԿ-ն եթե հրավիրել է հանրահավաք, ես պարտավորված եմ եղել կանգնել նրանց կողքին, որտեղ ես այնտեղ եմ, որտեղ կա պայքար։
Դե բոլորս պիտի ախր այդպես մտածենք։ Տեսեք, ժողովուրդը կարծես կերել է խայծը, այսպես ասեմ, Ինչու՞ Նիկոլ է Փաշինյանի խաղաղության։ Ասում են, դե խաղաղությունը ինչ եք ուզում, հարաբերությունները կկարգավորեն։ Որ Ալոնու խայի, Չէ, խաղաղություն Ալիևի եւ Էրդողանի։ պատկերացրած խաղաղությունը այնպիսի ոգևորությամբ արևտուր ենք անելու, թռնեք է ասում իհարկե, նա չի կարող թռչեք ասել, թռնեք երկինք իջնեք գետին, արևտուր ենք անելու, խառնվելու ենք ադրբեջանցիների հետ։ Ախր դու ինքդ արդեն խառնվելու կարիք չունես, դու վաղուց խառնածին ես, այ ընկեցիկներ, սրանք որևէ մեկը գիտի իր մայրը իրեն որտեղից է ունեցել։ Ընկեցիկներ են մեծ մասամբ, այս ԿՊ-ի մեջ մտածները, թե չէ հայը չի կարող դիմանալ այնտեղ, անհնարին է, ոչ մի հայի նյարդերը չեն կարող դիմանալ լսի ճամարտակությունները այս փչացածների։ Ես գիտեք զարմացած եմ համալսարանի շատ դասախոսների կապակցությամբ, ես այնտեղ ավարտել եմ, այդ ամեն ինչ ինձ համար շատ թանկ է, ինչ կապվում է համալսարանի հետ, բայց մի տեղ, որտեղ ռեկտոր է Հովհաննես Հովհաննիսյան կոչված, ներողություն եմ խնդրում, անասունը, անպատիվը, կարելի է այնտեղ մնալ, որովհետև հրավիրում է սրան, գնում է այնտեղ դասախոսություն կարդալու, բարձրագույն կրթություն չունի, հայոց լեզվի հելնանիծել է իր բարբաջանքներով, գիտելիքներ չունի, դե միտեղ որ գնա Գյումրի մանկավարժական, թե որ համալսարանում մասնաճյուղում էր, գնացել էր տնտեսագիտություն էր կարդում դասախոսություն, ու այդ ողորմելի անասունները նստած լսում են դասախոս կոչված։ Ես ներողություն եմ խնդրում այդ բառը օգտագործելու համար, բայց ես արդեն ընտելացել եմ իրենց անուններով կոչելու։ Գյուլարա, հիմա ինչ պետք է անենք, հիմա այս պահին հանրապետականը հավաք է կազմակերպում, դրսում, ներսում լսումներ, անվստահություն հայտնելու, բայց սա տխուր է, գիտեք, փաստ է ինչով, որ հանրապետականն է, բա որտեղ է ամբողջ ընդդիմությունը, չեք կարծում, քանի դեռ չի եղել ի վերջո համախմբում, մենք հաջողության չենք հասնելու։ Ամեն իմ հարցազրույցում, որ եթերում կլինի, որ ինչպես ասեմ, տեսեք ես խտրություն չեմ դնում, թե որ եթերն է, որովհետև մտածում եմ, որ դա այդ եթերը ունի իր լսողը, չէ, իրեն հավանողը, ես օգտվեմ այդ առիթից և իմ մտքերն ասեմ, ես ուզում եմ, որ ոստիկանները հասկանան, որ չի կարելի ծախել սեփական երկիրը, որտեղ վաղը միսօր այդ թուրքի լամուկը թռչելու է, գնա իրենք մնալու են սևերես բոլորի նկատմամբ։ Մտեք դատարաններ, ես գիտեք ինչքան դատերի եմ մասնակցում։ Ես միշտ եմ ասում, ժողովուրդ դու պիտի դառնաս մերան, և ընդդիմության համար, և խելացի մարդկանց, և վերլուծաբանների համար, քանակ է հարկավոր։ Քանակ և քանակ, այդ քանակն է։ 100,000 և ավելի ժողովուրդ ամեն դեպքում ոտքի է կանգնել ու նորից չհաջողեց սրան հեռացնելը։ 100,000-ը շատ քիչ է։ Եթե այսօր քաղաքական բարձրագույն կարող եմ ասել, մտածելակերպ ունեցողների մի զգալի մասը խցերում է։ Եթե նա համարձակվեց Սամվել Կարապետյան ձերբակալել, ինքը ատում է բոլոր խելացիներին, ինքը ատում է, որովհետև ինքը նախանձ է, որովհետև ինքը տհաս է, որովհետև ինքը գիտակ չէ։ Ես չգիտեմ, ես մարդիկ երբ պիտի հասկանան, որ բոլորիս հերթը գալու է ժողովուրդ, վաղ թե ուշ նա բոլորիս լսնելու է խցերը, դուրս եկեք, որ առաջ դուրս եկեք, չի կարելի ասել, սա է հրավիրել, նա է հրավիրել, հավաք կան դեմ Նիկոլի, բարի եղիր գալ կանգնել, ես այդպես եմ մտածում։